Բարև ձեզ, ես Տիգրանն եմ, դուք կարող եք ճանաչեք ինձ իմ ձենից, բայց իմ պատկերը միշտ չի իմանաք։ Այսօր նկարում ենք обзор, մոտո обзor Triumph Tiger Sport 660 2022 թվականի արտադրությամբ։ Ինչա պետք իմանալ այս մոտոյի մասին, մաքսիմալ կարճ փորձեմ։ 660 կուբ 3 ցիլինդր։ 3 ցիլինդրը ինչ է նշանակում? Որ իր նիզերը, ցածր ապարոտները շատ լավն են համատաբար սպորտերին, որոնք 4 ցիլինդր են ու իրենց պետք է լավ գազ տալ, որ տենց 7000 ապարոտից նորսից ինքը աշխատել։ Մեր դեպքում ինքը իր մաքսիմալ հզորությունը տալիս է ընդհանրապես 6000 ապարոտից։ Իսկ 6000 ապարոտին ամենահզոր մասն է, սա իմ արդեն երրորդ մոտոն է։ Եթե պոդքասթը նայել եք, պոդքասթում նշել եմ, իմ առաջին մոտոն 180 կուբ էր, որը չարժեր, առաջին երեքանցի համար օքեյ էր։ Հետո ես ունեցա 600 կուբանոց 4 ցիլինդր, բայց քաղաքի համար խորհուրդ չեմ տալի, երբ որ ես նստեցի սրա վրա, հասկացա, որ ճիշտ մոտոն ըստ իմ սուբյեկտիվ դարձիքի սա է։ Ինչու է սա։ Նախ շատ հեշտ է քշել, ցածր ապարոտներին լինում է քշել, ասենք 3000 ապարոտի վրա կարակ հանգիստ դիք բարձրանաք։ Ինքը տենց մի քիչ տրակտորնի մոտոր է, իրան պետք չի սենց հա նայեք, որ սկորուստով եք դուք գնում ու պետք չի շատ ղժեցնել, համ շուխուր եք անում նախ։ Երկրորդն է բենզինի քիչ ծախս։ Ինքը քաղաքում ծախսում է մոտավոր 5.5 լիտր, 6 լիտր մաքսիմում։ Տրասին ծախսում է, որը զարմանալի է, 3.5 լիտր, իր բակը 17.5 լիտր է։ Դա շատ չոր հաշվարկով տրասին մինչև 450 կիլոմետր առանց բենզին լցնելու կարող է գնալ։ Ես դե CPS եմ լցնում իհարկե։ Մոտորը ասեցի, կառոպկեն 6 աստիճան սովորական կառոպկա է, մի հատ ներքև, 5 հատ վերև, կառոպկի մասին ասոբա ասելու բան չկա։ Կարանք մենք անցնենք իր արգելակման համակարգին։ Ստեղ Nissan-ը իհարկե երկու կողմից դիսկ է, երկու Porsche-նով։ Ամեն կողմից երկու Porsche-ը, գոհ եմ, ABS ունի, traction control ունի, մաքսիմալ հարմար է, հետև կայֆոտ բան է։ Հետևը մեր մոտ էլի Nissan-ը, երկու Porsche-են, դե ինքը մի կողմից է դիսկը, ու вообще տենց ինֆորմացիա է տամ հավելյալ։ Մոտոյի 90% տորմուզը ապահովում է դիմացի տորմուզը, հետևինը համարյա շատ քիչ է ապահովում, հետևինը պետք է լինում արագություն գցելու համար թեթև, բայց ինքը ոչ էֆեկտիվ տորմուզ է համարվում, քանի որ տորմուզ տալուց մոտոյի ու ձեր քաշը ամբողջովին գնում է առաջ ու հետևի վրա քաշ չի լինում, հետևինը պրոստը սմա պրավուսով կանել, իմ դեպքում որ ABS-ը պրոստը պահում թողում է, որը շատ էֆեկտիվ չի։ Ամորտիզացիայի մասով հետևը ունենք մոնոշոկ, որը գտնվում է մեջտեղում, գոհ եմ, 150 մմ travel ունի։ Travel-ը ոնց է։ 150 մմ աշխատանքային տարածություն լինի, եթե ինքը սխմվում է։ Ամորտիզատորներն են, իրանք նույնպես 150 կարող են սխմվեն, համեմատության համար Nichin Sport բայկը սխմվում է 100-ից 120 մմ։ Սա ահագին, ասենք 3-ից 5 սանտիմ ավել է սխմվում։ Обзор ենք նկարում ճիշտն ասած, եթե հնարավորության սահմաններում թողեք նկարենք, շատ լավ կլինի։ Հնարավոր է։ Դե շարունակենք, մոտոն ինքը իրանով բարձր է, սիզենիքի բարձրությունը 835 մմ, ինքը մի քիչ բարձրահասակ մարդկանց համար է, իմ դաժին ոտերը տենց միզերվ նորմալ գտնում է։ Ակերի մասով հետևը 180 մմ հաստություն, դեմը 120 մմ հաստություն, ու ընդհանուր քաշը չոր քաշը 206 կիլո, այսինքն թաց քաշը ամբողջովին լիքը CPS-ի պրեմիումով ու յուղերով մոտավորապես 225 կիլո է լինելու։ Ճանապարհին մոտոն հարգում են։ Մոտոն մեծ է, երևացող է, ինքը իր դիզայնը մի քիչ sense թեթև ագրեսիվ է արած։ Այս sense Triumph-ի այդ հիմնական դիզայնն է, Street Triple-ի վրա է, սրա վրա է։ Սա 660 կուբ է, իր լինեյքի մեջ ամենաթույլն է կարելի ասել, կա 800, կա 900 ու կա 1200 կուբ, բայց քաղաքի համար խորհուրդ եմ տալի 660-ից բարձր չվերցնեն, որտեղ նրանք արդեն ծանր են եւ լեն են։ Ճանապարհին ձեզ տեղ են տալի, ինքը սիրուն է, մեծ է, ու ոնց որ նշեցի ես պոդքասթում, մոտոն կարմիր է, ասես խաղեր է ինքը կարմիրների, ու իմ կարծիքով մոտոն պետք է լինի երևացող գույն, ոչ սև, որ ճանապարհին ձեզ նկատեն, որտեղ դուք փոքր եք, ավտոները լեն են, գոնե ինչ-որ մի բանով տարբերվեք։ Ես այս մոտոն արդեն Իտալիա քշում եմ, քշել եմ 6000 կիլոմետր, այսպես գոհ եմ այս մոտոյից, քաղաքի համար մաքսիմալ հարմար, արանքներով կարող ես անցնել, ինքը մի քիչ լեն է, բայց Ռուլը բարձր է, դրա խաթր կարող ես անցնել մեքենաների արանքով։ Ու քաղաքից դրսում է, չի խեղճանում, 80 դիաուշ, 64 նյուտոն մետր, բավարար է քաղաքի համար, 0-ից 100-ը մոտավոր 4.5 վայրկյան,
Այսքան ամեն սվետաֆորից դու հանգիստ կարաս 99%-ով վստահանաս, որ առաջին փոխվողը դու ես։ Եկեք ձեզ ցույց տամ դիսպլեյը իրա, մինիմալ բաներ ցույց տամ իրա մասին։ Մենք սա ինչ ենք տենում։ Մենք տենում ենք, որ մենք բենզին չունենք, հեսա կլցնենք իհարկե CPS-ից։ Ինքը ունի ABS traction control, նաև ունի երկու վարման մոդ։ Դա սովորական ճանապարհն է ու կա անձրևի ժամանակ իր գազի ռուշկեն ավելի աթուլանում։ Գազի ռուշկեն էլեկտրոնային է, այսինքն ուղիղ լավ չի գնում դեպի մոտոր, այսինքն համակարգիչն է հասկանում ինչքան գազ տա։ Երբ որ դուք փոխում եք ճանապարհայինից անձրևային մոդ, շատ գազ եք տալի, բայց ինքը քիչ է վերցնում, որ հանգած չգցի ձեզ։ Նաև ABS-ն ավելի պնդանում ու traction control-ն ավելի պնդանում։ Դրանից շատ գոհ եմ, Հայաստանում այս վերջերս անձրևները մի քիչ շատացել են։ Այդ մոդով 99%-ով եթե ճիշտ քշեք, հնարավորություն չկա որ կընկնեք։ Դիսպլեյը ցույց է տալի են հիմնական ինֆորմացիա, ինչ որ ձեզ պետք է, օդոմետրն է, շարժիչի ջերմաստիճանն է, յուղը, անձիվտիզը առանձին, այդ մոդերն են ու մանր-մունր բաներ, որը պետք է, չեմ, երկար ճանապարհորդելու ժամանակ։ Մի քիչ խոսենք անվտանգությունից, ես իրա վրա ավելացնեմ սլայդերները նրա համար որ եթե նես ստացվի մոտոն ընկնի վարելուց, նախ մոտոն չտուժի, բայց ավելի կարևորը դուք չտուժեք, այսինքն մոտոն ձեր վրա չընկնի, չեմ, ձեր ոտի վրա ու ձեր հետ տանի իրան։ Ինքն իրան լենացնում է մի քիչ, բայց ավելացնում է շատ լիքը ապահովություն։ Ապահովությունից շարունակելով, ասեմ, որ մեր մոտ սաղավարտը, շլեմը պարտադիր պայման է, առանց դրա չեն քշում, ձեռնոցները պարտադիր պայման է, հնարավորության դեպքում ժակետ, մոտոկուրտկա, եթե քաղաքից դուրս եք քշում, հնարավորության դեպքում շալվար եւ կոշիկ։ Շլեմը այնքանով է կարևոր, ինքը նրա համար չի որ ընկնեք, չճղվի, չգիտեմ, բան չլինի, ինքը էներգիան է իր վրա վերցնում, այսինքն եթե դուք ընկնեք գլուխներ խփեք ասֆալտին, շլեմը այդ էներգիան վերցնում է իր վրա, իր դեֆորմացվելու հաշվին, ձեր վրա քիչ էներգիա է գային, նշանակում է դուք ավելի քիչ եք դուժելու։ Ձեռնոցները նրա համար է, որ կարողանաք դուք պահեք ձեզ գետնի վրա, մարմնով չընկնեք գետնին, այլ ձեռների վրա սղաք։ Դրա համար հատուկ ինքը պինդ ալնում, այս մասը մաքսիմալ ավելի պինդ ալինում, դե մնացածն է արդեն պարզ է դառնում, խիա պետք, խորհուրդ եմ տալի ամեն ինչ ունենալ։ Մոտոյի մասին հիմնական ինֆորմացիան փորձեցի ձեզ տամ, այս են ամեն ինչը որ պետք է իմանաք այս մոտոյի մասին մաքսիմալ կարճ, հավանաբար այսքանով ավարտենք, բաժանորդագրվեք CPS-ի բոլոր ալիքներին եւ էջերին, ակտիվ եղեք, կոմենտ գրեք, լայքեք, ինչքան ակտիվ լինեք, այնքան այս обзорները ավելի հաճախ փորձեք դուրս արեք։ Նաև կարող եք բաժանորդագրվել իմ Instagram-ին, 4 տեղեք միտեղ կլինի Տիկոնոս, այսօր համար այսքանը, շատ շնորհակալություն որ նայում եք, հաջողություն։